այս կողմից սիրուն, մյուս կողմից հրաշք, այս ձենը մի հատ լսենք բոլորս, այսենց համեցեք այսպիսով, ոնց գիտեք, հացի համար անհրաժեշտ է ալյուր, պարտադիր մենք մաղելու ենք, ինչի եմ ես ասում մաղելու ենք, որտեվ ամեն բան կարող ալյուրի մեջ լինի, դրա համար մաղով կանցկացնենք, համել ձեռքի հետ թեթևություն կտանք հացին, այդ պակաս կարևորություն չի կրում, մեզ անհրաժեշտ է լինելու չոր խմորիչ, բայց արագ լուծվող խմորիչ, բարձր որակի նոր խանութից գնաց երեկ եմ գնել երեկոյան, ժամը 10-ի կողմերը, բերել եմ, լցրել եմ իմ ափսեի մեջ, փակ տուփով, աշխատեք միշտ խմորիչը նորը գնեք, որպեսզի 100%-ով համոզված լինեք, որ այն աշխատում է։ Իհարկե, ցանկացած օգտագործումից առաջ մենք պետք է ստուգենք, մի փոքր ջրի մեջ պետք է լցնենք եւ տեսնենք, եթե բացվում են հատերը, բարձրանում են վերև, դա նշանակում է, որ խմորիչը ակտիվ է եւ ուժ ունի իր մեջ ու կարելի է այդ խմորիչով գործ անել, մոտավորապես սենց։ Մեզ անհրաժեշտ է լինելու 1 թեյի գթալ աղ։ Խմորիչը ի դեպ 1 ոչ լիքը ճաշի գթալ ենք օգտագործելու։ Ալյուրը օգտագործելու ենք ուղիղ 500 գրամ։ 1 ոչ լիքը թեյի գթալ աղ, 1 ոչ լիքը թեյի գթալ շաքարավազ եւ 400-ից 450, խնդրեմ, ներողություն, այսպես, խնդրեմ 400-ից 450 միլիլիտր մինչև 30 աստիճան գոլ ջուր, դա լավագույն բարենպաստ պայմանն է նրա համար, որ խմորիչը շատ արագ սկսի աշխատել։ Առաջնահերթ մենք պետք է պատրաստենք արհեստական թթխմոր, որը մեզ կօգնի ավելի համեղ դարձնել հացը, մինչև այդ ասեմ, որ նաև ձեթ է մեզ անհրաժեշտ լինելու, ոչ պարտադիր կերպով, բայց կարանք ավելացնենք, կարանք չավելացնենք, բայց վրայից միանշանակ ձեթ ենք քսելու, խոսենք մի փոքր ավելի ուշ։ Ինչ ենք անում, վերցնում ենք առանձին ափսե թթխմորի համար, հենց սրա մեջ մենք մյուսի մեջ ենք պատրաստելու խմորը, բայց հիմա առանձին ափսեի մեջ գոլ ջուրի կեսն ենք լցնում, մոտ 200 մլ-ը, ստուգենք մի քիչ էլ, այսպես, սա թողնում ենք մի կողմի վրա առայժմ, եթե սառի, էլի կգոլացնենք, էլի կավելացնենք։ Ավելացնում ենք ստեղ միայն շաքարավազը, որովհետև հիմա մենք խմորիչն ենք այստեղ ավելացնելու և, ինչպես գիտենք, խմորիչը շաքարավազի հետ շատ լավ ընկերակցում է և լավ ռեակցիայի մեջ է մտնում, դա կնպաստի, որ էլ ավելի լավ խմորիչը ակտիվանա։ Վերցնում ենք, ինչպես նշեցի, 1 ոչ լիքը ճաշի գթալ կամ 1.5 թեյի գթալ խմորիչ, փակում ենք, պետք է նորից շեշտեմ, արագ լուծվող խմորիչ, հիմա ստեղ ավելացնում ենք ալյուրից մի քանի ճաշի գթալ, հիմնական բաղադրիչից 500 գրամից, բոլոր բաղադրիչները այստեղ ավելացնում ենք հիմնական բաղադրիչից, խմորիչը այլևս չենք ավելացնելու, այսպես մոտ 5, 6, 7 նույնիսկ ճաշի գթալ կավելացնենք, կխառնենք, այսպես, լավ խառնում ենք, այսպես, հոյակապա, այսպիսի ջրիկ, չեմ ասի շատ ջրիկ, բայց այսպիսի թույլիկ զանգված ենք ստանալու, հատ այսպես լավ խառնենք, այսպես, այս ամես պետք է, այսպիսի ձգվող թույլիկ ջրիկ զանգված ենք ստանում, նորից եմ կրկնում և հիմա ծածկելու ենք ինչ-որ բանով, ես կծածկեմ երևի թե հատուկ կամ սննդային թաղանթով կամ ինչ-որ այլ կափարիչով կփակենք և այս թթխմորը, որը արհեստական թթխմոր է կոչվում, նորից եմ կրկնում, թողնելու ենք առհասարակ առնվազն 2 ժամ
սենյակային ջերմաստիճանում, սակայն քանի որ ամառը շատ շոգ է ներսում, գոլ ջուր ենք օգտագործել, արագ լուծվող խմորիչ ենք օգտագործել, 20-ից 30 րոպեն մեզ լիովին բավական է նույն աստիճանի հասնելու համար, ինչին կհասնենք 2-ից 3 ժամ անց։ Սա արդեն մենք 1.5 ժամ խնայեցինք։ Հիմա կծածկեմ ու կանցնենք առաջ։ Ահա, այսպիսի կափարիչով ծածկում ենք, կհանդիպենք 30 րոպեից։ Ինքը պետք է շապիկ կապի, պետք է ուռի, սիրուն սենց պղպջակներով լի մի հատ ուռուսիկ բան դառնա, մոտավորապես կիսով չափ բարձրացած կարծում եմ, հետո արդեն կասեմ, թե ինչ ենք անում հետագայում։ Դե ինչ, հարգելի հետևորդներ, անցել է ուղիղ 15 րոպե, նայեք։ Տեսեք, թե արդեն 15 րոպե անց ինչ ձևով է բարձրացել այս ամեն ինչը։ Ես չեմ ուզում, որ ինքը բարձրանա ու իր ամբողջ ուժը խմորիչը տա միայն թեթ խմորին։ Դրա համար դուք կարող եք թողնել ևս 10-15 րոպե, ես այդպես չեմ անի, ես կանեմ հետևյալը։ Նախ եւ առաջ մնացած ալուրին ես ավելացնում եմ աղը, այսպես, ու խառնում եմ։ Այսպես, լավ խառնելուց հետո, ահա, ինչ եմ անում, դնում եմ սա մի կողմի վրա ու արդեն գրեթե պատրաստ թեթ խմորին ես ավելացնում եմ մոտ 3 ճաշի գթալ բուսայուղ, կարող եք ավելացնել, կարող եք չավելացնել, չեմ կարող ասել, նայեք ձեր հայեցողությանը, ավելացնում ենք մնացած 200 մլ ջուրը հիմնական մասից և միանգամից ավելացնում ենք ամբողջ ալյուրը, այ այսպես, ամբողջը հաշվարկված է, նենց որ խնդիր չկա, ես ուզում էի սկզբում սրա մեջ պատրաստել, հետո որոշեցի, որ ավելավա էլ չկեղտոտենք լրացուցիչ ափսե ու միանգամից ամեն ինչը սրա մեջ անենք, բոլոր գործողությունները, ահա, հիմա ինչ ենք անում, գթալով, այ այսպես լավ խառնում ենք այս ամեն ինչը, նորից գրեթե նույն տիպի զանգված ենք ստանալու, լավ խառնենք հիմա այսպես, որևէ հունցելու, ինչ-որ երկար հունցելու նմանատիպ գործողությունների կարիք այս բաղադրատոմսում չկա, ամեն բան անելու ենք սկզբում գթալով, հետո ձեռքով անմիջապես ափսեի մեջ, սակայն չենք հունցելու, այլ հունցելու հատուկ ձևեր կան, ես կխոսեմ դրանց մասին արդեն ընթացքում, երբ երկրորդ անգամ կհունցենք այս խմորը։ Առայժմ սենց խառնում ենք սիրուն, ահա, այսենց վերցնում ենք գթալով, պոկում ենք, շրջում, այ այսպես, գնալով էլ ավելի է ջրի կանալու, նկատի ունեմ կպչունը սենց դառնալու, քանի որ բոլոր բաղադրիչները արդեն խառնվում են իրար ու սենց էլ պետքա լինի, սա իսկական մատնաքաշի խմորն է, այ այսենց, վերցնում ենք, շրջում, նորից, պոկում, վերցնում, շրջում, այ այսպես, հրաշալի է, ահա, այ այսենց, ահա, հունցումը այսենց ենք անում, ոչ մի ձեռքով աշխատանք անելու կարիք չկա, ինչ ենք անելու, նորից ծածկում ենք այս ամենը, այ այսպես հիմա դնենք մի կողմի վրա, կծածկենք կամ կափարիչով, նույն կափարիչով, կամ կարող ենք պարզապես տոպրակներով ծածկել, բայց քանի որ լավ շոգ է ներսում, դրսում, տոպրակի կարիք չկա, ընդհանրապես կափարիչով այսպես ծածկում ենք և ևս 50 րոպեի չափով թողնում սեղանին, ինքը լավ ուռչելու է, իր ամբողջ մնացած ուժը, որը պետք է տար թեթ խմորին, տալու է խմորին, արդեն հիմնական ու հիանալի մի պատկեր ենք ստանալու և հունցելու ենք երկրորդ անգամ արդեն կցուցադրեմ, թե ինչպես հատուկ հունցելու ձևեր կան։
Դե ինչ, հարգելի ընկերներ, անցել է 35-ից 40 րոպե, տեսեք, թողնեի էլ ավելի շատ կուրչեր, հիմա անում ենք հետևյալ հունցելու պրոցեսը, ինչը մատնակաշի դեպքում շատ կարևոր է, այստեղ ջուրային մոտ, տեսեք, թրջում ենք ձեռքը ջրով, աշխատանքային ձեռքը, այսենց վերցնում ենք, ձգում ենք ու դնում ենք այսենց մեջ տեղում, նորից վերցրինք, ձգինք, դրեցինք մեջ տեղում, թրջում ենք անդադ ձեռքը ու նորից, այսենց ձգում ենք լավ, տեսեք, դնում ենք մեջ տեղում, նորից, ձգում ենք լավ, տեսնում եք, անգամ այս փուլում չի պատրվում արդեն խմորը, ինչը վկայում է նրա մասին, որ տեսականորեն խմորը արդեն պատրաստ է մեր մոտ հացը թխելու համար, տեսեք պատրվեց, նորից վերցնում ենք, նորից այսենց հունցում ենք, որքան հնարավոր է մինչև պատրվելը շրջում ենք, նորից թրջեցինք, այսենց մոտ 2-3 րոպեի չափով, այսենց կատարում ենք այս գործողությունը, նորից ձգում ենք, նորից վերեցինք մեջտեղ, նորից ձգում ենք ու այսենց, ու բերում ենք մեջտեղ, այս պրոցեսը մոտ մի քանի անգամ կարանք անենք, մոտ 2-3 անգամ կարանք կրկնենք ընթացքում, 1 ժամվա ընթացքում, թողելու ենք հիմա եւս միջև 1 ժամ, էլի փակած ու նորից ասում եմ 2-3 անգամ կարանք 1 ժամվա ընթացքում կրկնենք 2-3 րոպեով։ Այսպես ժողովուրդ ջան, անցավ եւս մոտ 20 րոպե, տեսեք նորից լավ բարձրացել է ընդամենը 20 րոպեում։ Հիմա նորից նույն գործողությունն ենք անում, երկրորդ անգամ ենք հունցում արդեն, միացնենք կանենք, որպեսզի ինքը նստի, այսինչ աղամուկը դրսից այսենց կանենք էլի, այսենց, հիմա նորից վերցնում ենք, նորից այսենց ենք անում, ձգում, վերջ, նորից վերեցինք մեջտեղ, այսենց, նորից վերեցինք մեջտեղ, տեսեք արդեն ավելի քիչ է պոկվում, եթե նկատում եք, հենց սենց է պետք է լիներ, նորից ձգում, վերում, նորից, այսենց, նորից 2-3 րոպեի չափով, նույն բանը կրկնում ենք, Եվս մեկ անգամ նույն պրոցեսը կանենք, բայց արդեն չեմ նկարանի, առանց ձեզ կանեմ, իմացեք, որ 30 րոպե անց եվս մեկ անգամ նույն պրոցեսը կատարել եմ 2-3 րոպե, որից հետո կանցնենք առաջ։ Դե ինչ, հարգելի հետևորդներ, ամեն ինչ արդեն մեր մոտ պատրաստ է։ Նախ եւ առաջ ցույց եմ տալի խմորը, որը նորից նույն ձևով արդեն 3-րդ անգամ բարձրացել է, տեսեք, հիանալի ճիշտ ենք ամեն ինչ արել, հիանալի խմորիչ ունենք, պատճառը դա էր եւ մեր ճիշտ աշխատանքը։ Ընդհանուր առմամբ 20 րոպե ասացինք թթ խմորը հասունացնելու համար մեծ մասամբ եւ մոտարապես 2 ժամ խմորը ամբողջությամբ հասունացնելու համար։ 3 անգամ հունցել եմ իմ ասած ձևով, ձեռքով, ձգելով դեպի վերև եւ ամեն ինչ արդեն պատրաստ է։ Հիմա ձեր դիմաց դուք տնում եք ջեռոցի համար նախատեսված ափսեն ու յուղաթուղթը, որը պարտադիր չի, բայց ցանկալի է։ Հիմա յուղաթղթի վրա մենք կսում ենք բուսայուղ, լավ այսպես տարածելով։ Այսպես։ Լավ տարածում ենք։ Վերցնում ենք ուրեմն խմորը եւ միանգամից շրջում ու ավելացնում այսպես բուսայուղով լի ափսեի մեջ ժեռոցի համար նախատեսված
տարայի վրա, բառերը ինչ-որ մոռանում եմ, չեմ հասկանում իշխնապատճառը, այսենց, բավական է, մի քիչ բուսայով ենք անում ձեռքերը, անպայման, հիմա բուսայողը մեզ նաև դրա համար է պետք գալու, այսենց պոկում ենք ափսեի վրայից ու էլի ավելացնում մնացած խմորին, այս ամեն ինչը, մենք արենք խմորը բաժանենք երկու մասի, բայց ես որոշեցի, որ մեկ, ուրեմն մեծ մատնաքաշ է պատրաստելու, կամ երկարոտ, կամ կլորավուն, ոնց կուզենք, հիմա ձեռքերը ևս ոնց ասեցի, բուսայով ենք անում, այսենց, ու մի հատ թեթև հունցում ենք խմորը, այսպես ենք անում, այսպես հունցում ենք, շատ թեթև, զգուշ, յատկե, այսպես, հերիքա բերում ենք մեջտեղ ու կատարում հետևյալ գործողությունը, այսպես մի հատ կլորացնենք ու ձգենք բոլոր կողմերից, այսպես, այսպես սիրուն, տեսք ենք տալիս արդեն մատնաքաշի համար, նորից ձգում ենք, դեպի այս կողմ բոլոր կողմերը ու նորից այսպես տեսք ենք տալիս, ասեմ, որ գազոջախը արդեն միացված է մեր մոտ, ամենաբարձր ջերմաստիճանի ներքո դնում ենք, բարձր պահում ենք ջերմաստիճանը, որ լավ տաքանա, որքան որ դա հնարավոր է, մի քիչ կուղենք այս կողմերը, այսենց էլի կձգենք, կողքերից սիրուն, այս կողմից, այսենց, պարտադիր չի իդեալական սիրուն լինի, ընդհանրապես պարտադիր չի, տեսք ենք տալիս մեջտեղից, այսենց սիրուն ու կողքերից, այսենց, մի քիչ ձգենք այս կողմ, որքան որ դա հնարավոր է, ստեղից էլ ուղենք ամեն բան, այսպես սիրուն, այսքան բան, գրեթե այսքան բան, որովհետև ես ասի ամենասկզբում, որ վրայից ևս ձեթ ենք կսելու, ու հիմա այդ պրոցեսը իհարկե պետք է անենք ձեր հետ միասին։ Վերջին գործողությունն ենք անում, վրայից ինչի եմ ձեթ քսում, որ ինքը կարմրի, սիրունանա, տապակվելու ընթացքում, թխվելու ավելի ստույգ, ջերմությունը որքան բարձր այնքան ավելի լավ, որովհետև այդ դեպքում ինքը արագ կբռնվի, խոսքը խմորի մասին է ու կլինի էլ ավելի փխրուն, էլ ավելի լավ է ներսից, էլ ավելի համով, տեսնենք ինչ ենք ստացել, ստացել ենք այս հրաշքին, սա մեր ձեռքերով պատրաստած հայկական, ավանդական մատնաքաշն է, այսպես կլորիկ, սիրուն, կողքի հատվածները հաստլիկ, համով, որ բրդուճ զարքենք վայելենք, մինչ այդ մի քանի կարևորագույն բաներ պետք է ասեմ, երբեք, կրկնում եմ, երբեք հացը փեչից հանելուց հետո միանգամից չեք պոկում, չեք ուտում, ինչքան էլ որ դա դժվար լինի, գայթակղությանը չեք տրվում, որովհետև հացը հիմա շարունակում է իր մեջ եփման պրոցեսը, այն դեռ չի ավարտվել,
ամբողջությամբ այդ եփման process-ը պետք է ավարտվի եւ եթե տաք ուտեք, պարզապես կվնասի ձեր օրգանիզմին եւ որևէ լավ բանի դա չի բերի, ասենց ասեմ։ Երկրորդ կարևոր բանը, թե ինչի տաք վիճակում չի կարելի կտրել հացը, դա այն է, որ այն պարզապես եփման process-ի հետ զուգահեռ կվերածվի ցեխի եւ շատ զզվելի տեսք կունենա։ Իսկ եթե մենք թողնենք, որ այն գոլանա, հետո մի քիչ սառի, արդեն կտրելուց այն կունենա հացին բնորոշ գեղեցիկ տեսքը, ներսի հատվածից նկատի ունեմ։ Մյուս կարևոր բանը, այսպես հատակին դրած հացը երբեք չենք սառացնում, որովհետև այն ներքևի հատվածից կարող է տաքության հաշվին կարող է քրտնել եւ փչանալ։ Կամ դնում ենք ցանցի վրա, փչանալի նկատի ունեմ ոչ թե բառի սուղ իմաստով, այլ փափկել եւ այլն, որևէ իմաստ չունի դա։ Կամ դնում ենք ցանցի վրա սովորական հանգստանալու, սառչելու կամ թեքությամբ ենք դնում, ես հիմա կցուցադրեմ թե ինչպես։ Այսպես վերցնում ենք հացը եւ այսպես թեքությամբ թողնում, որ հանգիստ, ուրեմն այսպես ցուցադրեմ, որ հանգիստ իր համար սառչի։ Կհանենք հիմա յուղաթուղթը, այսպես թողնում ենք, որ հանգիստ այսպես իր համար ներքևի հատվածը ոչինչին կպած չլինի ու հովանա ու սառչի։ Հովանալուց հետո արդեն կկտրեմ։ Դե ինչ ժողովուրդ, գոլացավ հացը, տեսեք, այս կողմից սիրուն, մյուս կողմից հրաշք, լես պղպջակները նայեք, բան չունեմ պարզապես ասելու, այս ձենը մի հատ լսենք բոլորս, օխ, այսենց, չդիմացա, հիմա կտրենք, տեսնենք թե օխ, ինչ համով է։ Համեցեք, սա էլ հացը ներսից, պղպջակները նայեք, մեծությունը նայեք, այսրանք բացի լավ խմորից այն բանի հետևանքն են, որ շատ բարձր ջերմաստիճանի տակ են եփվել հենց ամենասկզբից։ Այս պղպջակները հենց դրա արդյունքում են առաջանում։